Մենք օդանավակայանում ենք ու դրսում հազարներով մարդիկ սպասում են Դավիթ Համբարձումյանին, Մսի համայնքապետին, այստեղ նաև ընտանիքն է, VIP սրահում նստած Դավիթի ձագուկներն են, 4 զավակ ունի Դավիթ Համբարձումյանը։ Քրիսիկ, դեմ չես լինի, որ խոսենք քեզ հետ։ Ողջույն, Դավիթի կինն է Համբարձումյան, տեսնում եմ սպասում եք ձեր ամուսնուն, արդեն 10 րոպեից վայրեջ կկատարի Մոսկվայի չվերթը եւ ասեք տեսնեմ ձեզ հետ քննարկվել էր որոշումը, որ վերադառնալու է եւ այստեղ կալանավորվելու է Համբարձումյանը։ Ամուսինս լինելով շատ ազնիվ, արդար մարդ, ունենալով են հնարավորություն վերադառնալու, որոշել է վերադառնալ, քանզի ոչինչ չունի վախենալու եւ մենք սատարում ենք իր որոշումը։ Այսինքն ընտանիքը, մայրը, հայրը հիմա իհարկե կմոտենանք մեր Համբարձումյանին, բայց բոլորը միասնական կարծիք ունեն, որ փախուստի դիմել պետք չէր։ Բայց գիտեք, ձեր կողմնակիցներից շատերը նաև մեզ էին դիմում խնդրանքով, որ ասենք, որ Դավիթը հետ չգա, որովհետև հասկանալի է նաև բանդ գնացողի ճակատագիրը։ Այստեղ իրավապահ համակարգը չի գործում այնպես, ինչպես որ օրենքի տառն է պահանջում, մանավանդ ինքն էլ հարցազրույցում ասաց, որ այսպիսի հոդվածով դեռ այսպիսի ծանր վճռով կալանավայր գնացած չկա, ասաց, որ աննախադեպ է այսպիսի մեծ տարիների դատավճիռը։ Հիմա եթե այսպիսի հանգամանքներում պիտի Դավիթ Համբարձումյանը գնար կալանավայր, իմաստը որն էր, արդյոք չարժեր իսկապես մնալ դրսում ազատության մեջ եւ քաղաքական պայքարը մղել, ի վերջո 21-րդ դար է on-line TV-ների հնարավորությունը կա։ Ճիշտ է, շատ Ինձ համար շատ դժվար որոշում է կայացրել, որովհետև մենք ունենք 4 անչափահաս երեխաներ, սակայն ով ճանաչում է Դավիթին, գիտի իր կամքը, անկոտրումն է, եւ քանի որ նա ոչինչում մեղավոր չէ, ճիշտ է, իմանալով որ գործ ունի իր ասած ապիկար իշխանությունների հետ, որոշել է վերադառնալ եւ ես կարծում եմ ինքը փախչելու ոչինչ չունի, քանի որ արդար է, ոչինչում մեղավոր չէ։ Հիմա երեխաները, այս պուճուրը Եվ այս 4 զավակները ձեր, այս լույսի պես զավակները պիտի նային, թե ինչպես են իրենց հորը կալանավորում 18-ի հեղափոխությանը դիմադրելու համար։ Չգիտեմ ինչի համար, բայց կալանավորում։ Սա կխոսես մեզ հետ, մայրիկը թույլ է տվել, ինչպես հասկացանք դեմ չի։ Քանի տարեկան ես։ 13։ Ինչ ես մտածում։ Ես կարծում եմ, որ իրանք անարդար են հայրիկին կալանավորում, որովհետև նա ընդհանրապես կապ չունի ու ընկուղակի վախենում են։ Ինչից են վախենում։ Եվ իրենք ովքեր են։ Իշխանությունը։ Դա դու ասում ես, որովհետև պապայի հետ զրուցել ես, պապան քեզ հետ անկեղծ եղել, թե արդեն այդքան հասուն ես, ընկալում ես եւ իրականությունը պատկերացնում ես։ Չէ, ես արդեն հասկանում եմ ինչա կատարվում, իմ հայրիկը չի ասել դրա համար չեմ ես այդպես մտածում, ես իմ սեփական կարծիք ունեմ ու հասկանում եմ, գիտակցում եմ դա։ Իսկ պապան ինչ էր արել, որ այդպես ծանր տարավ իշխանությունը քո կարծիքով։ Իմ հայրիկը ոչ մի բան չէր արել։ Այդ դեպքում ինչու են դիմադրում պապային։ Որովհետև իմ հայրիկը ուժեղ է ու իրանք վախենում են։ Ինչով է ուժեղ։ Հզոր է, խորիմաստ մարդ է, անկեղծ է։ Դու տեսել ես դրսում ինչքան մարդ է սպասում օդանավակայանի փակում։ Այո, Այս մարդիկ ովքեր են, ճանաչում ես նրանց։ Այո։ Ովքեր են։ Մեր հարազատները, մարդիկ ովքեր նրան շատ են սիրում, նույնիսկ անծանոթներ կամ նրան շատ են սիրում Մասիսի բնակիչները։ Այսինքն նրա ընտրողները եկել են իրենց քվեի հետևից քո կարծիքով։ Այո։ Իսկ այդ պաշտպանությունը, այդ մարդկանց քանակը չի արդյոք, որ ստիպել է իշխանությանը կաշկանդվել։ Այո։ Հիմա ինչ ես մտածում, դու ինչ ես անելու եւ ընտանիքդ ինչ է անելու։ Դե մենք պետք է բոլորս ուժեղ լինենք, չհանձնվենք, որ հաստատ ամեն ինչ լավ կլինի։ Քեզ համար ծանր ստրես չի, որ հիմա պիտի տեսնես պապային երկրորդ անգամ կալանավորելուց։ Դե հա, իհարկե ստրես է, բայց պետք է ուժեղ լինենք ու չհանձնվենք։ Իսկ դուք ինչ եք մտածում, տղեր, քլա ասեք տեսնեմ։ Դու Դավիթի երկրորդ բալիկն ես, չէ՞, դուք զույգ եք, չէ՞, ապերներով։ Պապային կարոտել ես։ Խոսել ես այս ընթացքում հետը։ Ինչ ես ասել իրան։ Ոյազից ջան։ Իսկ դու ջուտ։ Հələ հարություն ասա։ Իսկ թվում է դու
ամենաշատն ես նման Դավիթին, հələ ասա։ Հարություն խոսի։ Հարությունը խառնա մուլտիկ նայելով։ Տիկին Արուս։ Կխոսեք Դավիթի մայրն ու հայրը, պարոն Համբարձումյան, դուք սիրտ չունի հայրը խոսելու։ Դուք էլ ձեզ պիտի զսպեք երևի թե, որտեղ արդեն երկրորդ անգամ է ձեր կյանքում այս իրավիճակը կրկնվում։ Ինչ եք մտածում, Տիկին Արուս։ Հոգու խորքում ամեն դեպքում կուզեիք, որ ձեր տղան չվերադառնար հայրենիք։ Ամեն դեպքում հայրենիքը դարձել է բոլորի համար բանտարկվելու վայր։ Այո, շատ եմ ստիպել, որ ինքը չվերադառնա։ Բայց իմ տղաս հզոր է, ուժեղ է։ Այս ապիրախ իշխանությունը իմ տղայից վախենում է, որովհետև միակ իմպիչմենտի թեկնածուն էր։ Լավ, այդ ինչ պիտի աներ, որ այդքան պիտի վախենային։ Ամբողջ լծակները իշխանության ձեռքում չէ։ Ուղղակի պետք է երկիրը բարեկարգեր։ Ժողովրդի կողքին կանգնած մարդ էր իմ տղաս։ Ամբողջ Մասիս քաղաքի ամբողջ շրջանը, համայնքը բոլորը այստեղ են, դրսում, գոռում են, պահանջում են, արցախցիները բոլորը մի շաբաթային զանգահարում են, ասում են մենք պիտի մեր քաղաքապետին, մեր համայնքապետին փրկենք։ Ինքն է միակ մարդը, որ մեզ ընդունել է, տեղավորել է բոլորին։ Դրանք էլ իշխանությանը դուր չեկավ։ Եթե իշխանությունը դուրս է եկեղեցու դեմ, ուրեմն դուք հասկացեք, մենք երկիր չունենք, կորցնում ենք մեր երկիրը։ Մենք պիտի փրկենք մեր երկիրը։ Իմ տղան ուժեղ է, հզոր է եւ ինքը անկոտրուն է մինչեւ։ Արդյոք ձեր տղան հենց արցախցիների հանդեպ այդ ջերմությամբ, հոգատարությամբ նաեւ չգրգռեց իշխանությանը, որովհետեւ ես գոնե եղել եմ այդ օրերին իր հետ աշխատանքի մեջ եւ արդեն 8-րդ, 10-րդ օրը նոր պետության ներկայացուցիչը, այն շատ ցածր մակարդակի ներկայացուցիչներ, իրենց ռանգով եկան Մասիսի քաղաքապետարան, որպեսզի հասկանան ինչ է կատարվում։ Մինչդեռ մոտավորապես 20,000 բնակիչ իջել էր հենց Մասիս եւ այնտեղ տեղավորվում էին եւ բնակարանային հարցեր լուծվում եւ կեցության, կացության պայմաններ։ Արդյոք սրանով չի գրգռել եւ վերջին կաթիլը չդարձավ իմպիչմենտի տեխնացության շուրջ այդ քաղաքական քննարկումները։ Սիրելի լրագրողներ, ասեմ ձեզ, որ իշխանությունը իմ տղին հենց դա դրդապատճառ եղավ նաև, որ ինքը 18,000 արցախցի տեղավորեց, բոլորին հասնում էր, օգնում էր, ու իշխանությանը դա դուր չեկավ, որովհետև իրանք Արցախը հանձնեցին։ Սկզբից ասեցին Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո հանձնեցին Արցախը։ Դուրս եկեք բակ, տեսեք ինչքան արցախցի է բողբում։ Ասում են մեր տունը թողել ենք, հիմա մեր ղեկավարին են տանում մեր ձեռքից։ Իշխանության որևէ ներկայացուցիչ կարա այսքան մարդ հավաքի իր շուրջ։ Ճիշտն ասած, տիպողական կարող է, ես տեսա Օհանավանքում իրանք ինչեր էին անում։ Եկեղեցին կարգալույց եղած քահանային բերեցին ու իրանց մարդկանց բոլորին բերել էին, ասում են եկեք աղոթքին մասնակցեք։ Երբևիցե իրանք խաչակնքել չգիտեն անգամ, բայց այդ օրը նաև ծնկի էին եկել։ Լավ, հիմա մտածում եք ձեր տղան ի վերջո այն մնացած 4 տարին էլ կնստի, թե դուք հավատում եք, որ փոփոխություն կլինի եւ ձեր տղան դուրս կգա բանտից, ձեր ձևակերպման։ Ես հավատում եմ Աստծուն։ Իմ տղան Աստծու զավակ է։ Աստված իրան պահապան է լինելու։ Հպարտ եմ, փառք Տիրոջը, որին բալաս թեկուզ եւ նեղ տեղը գնալու է։ Իրանք դա ուզում են, Աստված մեծ է իմ տղայից կհանի տեղից։ Իսկ ավականու կազմը ամուր կմնա եւ թույլ չեն տա, որպեսզի իշխանությունը այնտեղ հասնի իր գաղձալի կետին, օրինակ նորից ընտրություններ նշանակի։ Բոլորն են կանգնած, բոլորը իրար, ավականու կազմը, իր աշխատողները, բոլորը կանգնած են։ Իհարկե, եթե նույն այս ձևի շինծու չսարքեն իմ տղային, ոնց սարքեցին իմ տղայից 6 տարի 3 ամիս դատեցին, առանց իր ներկայությամբ, նաև ես բողոքում եմ, նաև ես պահանջում եմ դատավորից, որ մի անգամ, եթե մի հոգի բացակայ է եղել դատարանը դատին, ինքը դատը հետաձգել է, որքանով է դա արդար, որ ինքը առանց իմ տղայի ներկայությամբ, իմ տղային դատապարտել, առանց լսված լինելու, այո, ես դա բողոքում եմ։ Ամեն դեպքում Աթանեսյանը, Տիգրան Աթանեսյանը, ով պաշտպանում է ձեր որդու շահերը դատարանում, կբողոքարկի այս որոշումը։ Միանշանակ պետք է բողոքարկեն, միանշանակ։ Բոլորս իր ամբողջ համայնքը կանգնած ասում ենք մենք պահանջում ենք մեր համայնքապետին։ Ու բոլորս պետք է բողոքարկենք նաև
փաստաբանները, բոլորը պետք է բողոքարկեն։ Սա անհիմն շինծու կարգավորված բան է։ Ձեր ընտանիքի հանդեպ քրեական հետապնդումները սկսել են հենց 18 թվականից։ 18 թվականից։ Եվ բազմաթիվ այսպես քրեական գործերով։ Կարծում եք Դավիթի կալանավորումով, Համբարձումյանի կալանավորումով դադար կառնի իշխանությունը ձեր ընտանիքի հանդեպ ոտնձգությունների իմաստով, այսինքն քրեական ոտնձգությունների։ Չեմ հավատում։ Այնքան բան եմ տեսել, չեմ հավատում։ Շնորհակալություն, ձեզ համբերություն։ Մերսի։